Սիրով ողջունում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ուրեմն այսօր շտապում եմ ձեզ առաջարկել ինձ հետ միասին պատրաստել շատ համեղ ամանորյա ուտեստ քյուֆտայով։ Գիտեմ, որ քյուֆտայի միս շատերս ենք սիրում, այնպես որ եկեք պատրաստենք, մանավանդ որ այս ուտեստը կարելի է հյուրերի գալուն պես ուղարկել ջեռոց, որպեսզի տաք պատրաստ լինի ամեն բան։ Ուրեմն բաղադրիչներից ամենը պատրաստել եմ, մնում է սունկը նախապատրաստեմ և ևս մեկ անգամ կիսվեմ իմ հետևորդների հետ, որ սունկը ես չեմ լվանում, այլ այսպես կեղևազերծում եմ։ Կարծում եմ այսպես ավելի մաքուր է ստացվում և ըստ ցանկության բաղադրատոմսի մեջ կօգտագործենք նաև մեկական բուլղարական պղպեղ։ Դե ինչպես գիտեք, ցանկացած բաղադրատոմսում, եթե օգտագործում են քյուֆտա, ապա այն նախապես պետք է մի փոքր հարել։ Դա կարող եք անել թե ձեռքով, թե ինչպես, ես հարիչով։ Պարզապես ասեմ, որ ձեռքի հարիչները այստեղ չեն գործի, այս պլանետար հարիչը իր գործը շատ լավ է կատարում ու այսպիսի մի բան ասեմ, հա, եթե շատ եք սիրում քյուֆտա պատրաստել, ապա ձեռք բերեք պլանետար հարիչ։ Ամենը լցնում եք մեջը և մի 2 րոպեով մոռանում, արդյունքում ունենում եք շատ ծակոտ կեն, ճիշտ լավ հարած, ծփած քյուֆտա։ 1 կիլոգրամ միս է, ավելացնում եմ 1 ձու, ինչպես նաև 1 ճաշի գթալ ալյուր։ Ուրեմն այստեղ ես ավելացնելու եմ նաև մի փոքր սոխ, մենք այդպես ենք սիրում, եթե կան խնդիրներ սոխի հետ, կարող եք չավելացնել նաև, այդպես էլ կլինի, պարզապես այսպես ավելի համեղ է։ Իհարկե, ինչ քյուֆտա առանց կոնյակ, դա պարտադիր է և չի քննարկվում, ասենք 2-ից 3 ճաշի գթալ։ Հարիչը մոտիկացնեմ ձեզ, որպեսզի ավելի տեսանելի լինի և սկսենք հարել։ Եթե այսպիսի հարիչով եք հարելու, ապա որպես խորհուրդ ասեմ, որ հարեք այս տեսակ լապատկա նասատկա, թիակ կոչվող նասատկայով և ոչ թե մյուսներով։ Իհարկե, այս տեսակ հարիչներ ունեն մի քանի տեսակ հարմարանքներ, ասենք, որոնք նախատեսված են տարբեր բաներ պատրաստելու համար։ Ուրեմն մյուս նասատկաները այս գործը չեն հաղթահարի։ Հարենք։ Շատ բարի 5 րոպե հարեց հարիչը, կարելի է ասել բավական է։ Տեսեք, ինչ լավ է, չէ՞, մեր փոխարեն ինչ-որ մեկը տանջվեց։ Տեսեք, ոնց նկարագրեմ, որ ճտճտում է։ Տեսնում եք, սա նշանակում է, որ լավ է հարած։ Թքուն է, էլի։ Հիմա վերցրել եմ ջեռոցի տապա 25-35-ի վրա, որի մեջ թռել եմ յուղաթուղթ և երբեք յուղաթուղթը չեմ յուղում։ Ինչու, քանի որ այն կոչվում է յուղաթուղթ։ Նա արդեն իսկ անտիպրիգար մակերես ունի, հատկություն ունի, հենց այդ ֆունկցիայի համար է նախատեսված, որպեսզի չկպչի մի խոսքով։ Ամբողջը լցնում եմ այստեղ։ Եվ իմիջիալոց որպես խորհուրդ այն տարան, որի մեջ հարել եք կամ խփել եք քյուֆտայի միսը և մնացած պարագաները արագ պետք է լվանաք, որպեսզի չկպնի, ինչը որ ես հիմա կանեմ։ Ովքեր պատրաստել են քյուֆտա, նրանք կարծում կհասկանան, որ հենց հարելու շնորհիվ ունենում ենք այսպիսի պինդ կայուն զանգված։ Հիմա տարածում եմ ամբողջ այսպես տապակի մեջ, մի հարթության բերեցինք, լավ
արեցինք, հիմա ուղարկում ենք նախապես տաքացված ջեռոց, նախապես, այսինքն մոտ 20 րոպե գոնե պետք է տաքացնենք։ 200 աստիճանի ներքո չեք թխելու, թխում եք խմորեղենները տապակվելու։ Այսպես, մեջտեղում։ Ուրեմն մոտ կես ժամ կմնա ջեռոցի մեջ միսը, իսկ մենք այդ արանքում կպատրաստենք վերևի շերտը։ Վերցրել ենք սունկ։ Ցանկալի է սունկը կտրատել մի փոքր ավելի խոշոր կերպով, ահա այսպես, թեպետ կարող եք բարակ շերտերի վերածել։ Չգիտես ինչու այսօր ես այսպես ցանկացա։ Լավ տաքացած տապակի մեջ ավելացնում եմ մի փոքր բուսայով։ Ցանկացած տեսակ։ Եվ ավելացնում եմ սունկը։ Մեզ պետք է որ այն տապակվի և կեղև կապի։ Երկրորդ սունկը տապակվում է մեծ շերտով, այն իր հեղուկը դուրս չի գցում։ Եթե շատ այսպես հլրաձև լցնենք սունկ, մանր կտրտած, պատկերացրեք, այստեղ հիմա ճաշի տեսարաններ լինելու, բայց այս կերպով, ահա տեսեք, սունկը սկսում է փոքրանալ և հյութեղ մնալ։ Այսինքն նա ունի հնարավորություն բոլոր կողմերից կեղև կազմել և ներսից լինել հյութեղ։ Այսինքն երբ որ կեղև է կապում, հյութը ներսում է մնում։ Այսպես, թող տապակվի։ Այստեղ միայն լուսայով մեր տեսնում։ Կրակը միջինից մի փոքր բարձր է։ Այստեղ մենք ժամանակ չենք կորցնում և նախապատրաստում ենք մնացած բաղադրիչները, ուրեմն սոխ։ Այստեղ էլի պետք է ասեմ, եթե շատ մեծ խնդիրներ ունեք սոխ օգտագործելու մեջ, կարող եք բաց թողնել բաղադրատոմսից, բայց ես կավելացնեմ։ Բախտի բերմամբ թե պատարմամբ իմ տան անդամները բարի դրացական հարաբերությունների մեջ են սոխի հետ սիրելիներս։ Լավ, ձերը սունկը տապակվեց, վրան մի փոքր սպիտակ պղպեղ եմ անում, եթե չունեք ձեռքի տակ սպիտակ պղպեղ, կարող եք չավելացնել, ինչպես նաև սև պղպեղ, սունկը շատ է սիրում սև պղպեղ, այնպես որ ավելացրեք և իհարկե աղ կավելացնենք, այսպես, այստեղ կասեմ, որ սնկի վրա աղ ենք անում միայն այն ժամանակ, երբ որ այն լիովին պատրաստ է։ Քանի որ տապակի մեջ բուսայողի քանակը շատ քիչ է, տեսեք, ես մի փոքր եմ կավելացնեմ, որպեսզի կարողանամ տապակել նաև սոխի պղպեղը։ Սոխը սկզբում կավելացնեմ։ Մի փոքր կցուլանա, կավելացնենք պղպեղը։ Ես շարունակում տապակել արդեն միասին։ Մի փոքր պղպեղը կցուլանա, կվերցնենք կրակի վրայից։ Սա էլ է պատրաստ, աղ ենք անում։ Ուրեմն, ահա այսպիսի համեղություն պատրաստեցինք։ Իրար ենք խառնում։ Միջայլոց այս ամենին, եթե կա ցանկություն, կարող եք նաև շոքե հարած
բրոկկոլի կամ ծաղկակաղամբ, մանուկ ծաղկադույլերի բաժանած վիճակն իհարկե ավելացնել։ Իսկ մեզ պետք կգա նաև պանիր։ Վերցնում ենք հալվող տեսակի պանիր, քանի որ սա էլ ենք ավելացնելու որպես վերին շերտ։ Երկու պանիրների տեսակ եմ ընտրել ես այսօր, ինձ մոտ մազդամ և մոցարելլա տեսակի պանիրների ընտրություն է։ Անցել է 40 րոպե, տեսեք ինչ լավն է։ Հիմա սիրելիներս, այստեղ պետք է ավելացնենք պանիրը և լցոնը, կարող եք դա անել ցանկացած ձեզ հարմար ձևով։ Ես այսօր որոշեցի, որ մազդամ տեսակի պանիրը կլցնեմ այսպես մսի վրա։ Կարող եք պանիրն էլ էլի խառնել միջուկին, նոր ավելացնել։ Ահա, այս կերպով։ Ինչ համեղ է բուրում այս քյուֆտայի միսը, հենց այսպես կարող ես կտրել և ուտել և սովորականի նման չխաշել, հա, ածսայի մեջ շատ համեղ է։ Ավելացնում եմ այս համեղությունը։ Ներքևի շերտը արդենից տաքությունից հալվել է։ Ասեք, որ արդենից շատ ախորժելի է և գեղեցիկ։ Լքենք նաև մոցարելլա տեսակի պանիրը։ Գիտեմ, որ պանիրով ուտեսներ շատերդ եք նախընտրում։ Ավելացնում ենք պանիրը և ուղարկում ենք հետ ջեռոց, մինչև այն պահը, որ պանիրը իմ դեպքում մի փոքր կարմրի կեղև կապի։ Դուք արդեն կողմնորոշվեք ինքներդ։ Գլխավորը, որ ամբողջը արդեն պատրաստ է և հում չէ։ Էլի նույն ջերմաստիճանի տակ կպահենք, կասենք, թե ինչքան ես պահեցի։ Ահա և վերջ սիրելիներս, տեսեք ինչքան ընտիր ուտեստ ենք ստացել։ Թքուն, գերազանց։ Տեսեք, վերին շերտը մի փոքր խրխրթում է։ Ահա և վերջ սիրելիներս, ասեք, որ շատ ախորժելի և համեղ ուտեստ պատրաստեցինք միասին և կարևորը գաղափարներ, քանի որ կարող եք բաղադրիչներով մի փոքր խաղալ ըստ ձեր ընտանիքի նախասիրության։ Միշտ երեխաներով եք, չէ՞, առաջնորդվում, ով ինչ է սիրում և այլն։ Ես օրինակ մեր տանը այդքան էլ չեմ սիրում հալվող պանիր, բայց ժամանակաժամանակ իհարկե պատրաստում եմ, քանի որ մյուսներն են սիրում։ Հիմա ասեք, որ իմ ցանկությանը լիներ, ես վերջում պանիր չի ավելացնի, բայց գիտեմ, որ երևի բնակչության 99%-ը պանիր են սիրում առհասարակ, այնպես որ ավելացրի։ Իհարկե շատ է սազում և շատ համեղ է։ Շատ։ Ահա տեսեք, մսային հարուստ շերտ ունենք, տակը պանիր, էլի միջուկ և այլն։ Կփորձեմ ձեզ համար։
Շատ համով է։ Իհարկե սունկը քյուֆտայի հետ այդ համադրությունը ուղղակի հրաշք է։ Թե ինչպիսի համեղ միս է, այլ չասեմ։ Գիտեմ հարցնելու եք, Ազատ ջան, իսկ եթե քյուֆտայի միսը չենք շոք է խաշել կասայով լի ջրի մեջ, այն այս ձևով աղի չէ, ասեմ որ ոչ, շատ ընդիր է, շատ ճիշտ աղ է, ինչ համով է, շատ համով է, պատրաստ եք անպայման, չեք փոշմանի, Եվ որպես տոնական նաև խավարդ կողքից կարող եք պատրաստել շատ համեղ հարուստ բրինձով կամ հաճարով փլավ, ինչու ոչ։ Այսքանը սիրելիներս, իսկ ես շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք եւ որ այդքան դրական եք։ Մինչ նոր շատ համեղ ամանորյա հանդիպումներ։ Այ չտողին։